Ողջույն։ Մեր ալիքում միշտ փորձում ենք դե օգտակար թեմաներ քննարկել։ Ու այսօր մի շատ կարևոր հարցի շուրջ ենք խոսելու, որը կարծում եմ շատ շատերին է հուզում։ Հատկապես նրանց, ովքեր նոր են վարորդական իրավունք ստացել։ Հենց այդպես, սկսնակ վարորդներին տրվող խորհուրդներն են։ Մենք փորձառու վարորդների փորձն ենք հավաքել, մոտ 20 կարևոր կետի տեսքով։ Այո, նպատակն է, որ դուք որպես նոր վարորդ ավելի վստահ զգաք ճանապարհին, ու իհարկե, անվտանգ։ Դե եկեք սկսենք։ Առաջինը ու երևի ամենա կարևորը։ Եթե 100% վստահ չեք ձեր մանևրի մեջ, պարզապես մի արեք։ Հա, չշտապել։ Էդ կհասցնե մի վայրկյանում կանցնեմ մտքերը պետք է մոռանալ։ Ճիշտ է։ Երկրորդ, մի լարվեք, եթե նույնիսկ հետևից ազդանշան են տալիս։ Չէ՞ որ դա հաճախ է լինում։ Շատ հաճախ։ Բայց հիշեք, դուք եք պատասխանատու ձեր անվտանգության համար։ Այդ ազդանշան տվողի խնդիրն է։ Հանգիստ արեք ձեր գործը, երբ վստահ եք, ու խուսափեք ճանապարհային խռիվներից։ Լավ։ Երրորդ կետը նախապատրաստվելը։ Երթուղին նախապես ուսումնասիրելը։ Ահա, շատ կարևոր է։ Նշանները, գծանշումները, որտեղ եք շրջվելու, որտեղ կանգնելու։ Սկզբում գուցե ավելի լավ է քշել, երբ ճանապարհները դատարկ են, գիշերը կամ շատ վաղ առավոտյան։ Հա, դա վստահություն է տալիս։ Չորրորդ, մտածեք ոչ միայն ձեր, այլև շրջապատի մասին։ Կայանելիս, օրինակ, համոզվեք, որ ուրիշին չեք խանգարում։ Հինգերորդ, արգելակումը։ Այո, արգելակեք նախապես։ Հենց թեթև հպվում եք արգելակին, ստոպ լույսերն արդեն վառվում են։ Սա զգուշացնում է հետևի վարորդին։ Վեցերորդ, շրջադարձի ցուցիչները։ Միացրեք ոչ թե հենց մանևրի պահին, այլ մի քանի վայրկյան առաջ, որ մյուսները հասկանան ինչ եք անելու։ 7-րդ կետը մի քիչ հոգեբանական է։ Եթե գոտի եք ուզում փոխել, բայց չեն թողնում։ Դե փորձեք պատուհանը բացել, ժեստով կամ հայացքով խնդրել, հաճախ օգնում է։ Ու չմոռանանք շնորհակալություն հայտնել վթարային լույսերով, եթե զիջեցին։ 8-րդ. Կանխատեսում։ Փորձեք կանխատեսել իրավիճակը։ Օրինակ, եթե ձախ գոտում մեքենա կա կանգնած ձախ թարթիչով, Դա նշանակում է, որ կողքի գոտուց ինչ-որ մեկը կարող է կտրուկ մտնել ձեր առջև նրան շրջանցելու համար։ Պետք է պատրաստ լինել։ հենց այդպես։ 9-րդ. Հայելիները։ Անընդհատ վերահսկեք իրավիճակը հետևի տեսադաշտի հայելիներով։ Ոչ միայն մանևրելիս, այլև ուղիղ գնալիս։ 10-րդը դրա հետ կապված մերյալ գոտի։ Հա, հայելիները ամեն ինչ ցույց չեն տալիս։ Միշտ մանևրից առաջ մի կարճ գլխի շրջում արեք, համոզվելու համար, որ այդ գոտում մեքենա չկա։ 11-րդ տեսանելիություն վատ եղանակին։ Ապակիներն ու հայելիները պետք է մաքուր լինեն։ Շատ կարևոր է։ Անձրև, ձյուն, մառախուղ պետք է լավ տեսնել։ 12-րդ մեքենայի վիճակը։ Սովորություն դարձրեք ամեն անգամ նստելուց առաջ մի հայացք գցել։ Անվադողերը նորմալ են, մեքենայի տակից հեղուկ չի կաթում։ Յուղի մյուս հեղուկների մակարդակն էլ պետք է պարբերաբար ստուգել։ Անպայման։ 13-րդ. Երթևեկության հոսքը։ Փորձեք շարժվել հոսքի արագությամբ։ Շատ դանդաղ գնալն էլ է խանգարում, չէ՞, ստիպում է մյուսներին անընդհատ մանևրել։ Ճիշտ է, իհարկե անվտանգության սահմաններում։ 14-րդ. Եթե ճանապարհը մի քանի գոտի ունի, օրինակ, 3։ Ավելի լավ է միջինով գնալ։ Հաճախ հենց միջինն է ամենահարմարը, ոչ ձախ թեքվողները խանգարում, ոչ էլ աջ կանգնողները։ 15-րդ խաչմերուկներ, որտեղ մի քանի գոտուց կարելի է շրջվել։ Դե ավելի հեշտ է այն գոտուց շրջվել, որտեղ երկու կողմից սեղմված չեք լինի։ 16-րդ էլի խաչմերուկ ձակ շրջադարձ։ Սպասելի սանիվները պահեք ուղիղ։ Եթե Աստված մի արասցե հետևից հարված լինի, ուղիղ կգնաք, ոչ թե հանդիպակաց գոտի։ Շատ կարևոր նրբություն։ 17-րդ կանաչ լույսը։ Մի շտապեք, մի անգամից սկսել շարժումը, համոզվեք, որ խաչմերուկն ազատ է։ Գուցե ինչ-որ մեկը չի հասցրել անցնել։ Զիջեք հետիոտներին ու մյուս մեքենաներին։ Այո։ 18-րդ հեռավորությունը։ Միշտ պահպանեք բավարար հեռավորություն առջևի մեքենայից։ Որքան արագ եք գնում կամ եղանակը վատ է, այնքան մեծ պետք է լինի։ Հա, որ հասցնեք արգելակել։ 19-րդ. Եթե հետևից լուսարձակներով թարթում են կամ ազդանշան տալիս։
Էլի, քուտապի պետք չի մատնվել։ Ոչ, հանգիստ գնահատեք իրավիճակը, եթե հնարավոր է զիջեք, թող անցնի ավելի արագ մեքենան։ Հա, երբեմն պետք է։ Եվ վերջին 20-րդ կետը ինչ պետք է միշտ լինի մեքենայում։ Դե վթարային հավաքածուն, պահեստային անիվ, ստուգված փչված, անիվի բանալի, դոմկրատ։ Վթարային կանգառի նշան, դեղատուփք, կրակմարիչ, սրանք պարտադիր են։ Շատ լավ կլինի ունենալ նաև անդրադարձնող ժիլետ, մարտկոցից մեքենան գործի գցելու լարեր, քարշակման պարան, ձեռնոցներ, լապտեր։ Սրանք կարող են շատ օգնել անսպասելի իրավիճակներում։ Այսպիսով, եթե փորձենք ամփոփել, այս բոլոր խորհուրդների հիմքում կարծես 3 բան է. զգուշություն, կանխատեսում Եվ հարգանք մյուս վարորդների նկատմամբ։ Ճիշտ է, վստահությունը փորձի հետ գալիս է, բայց անվտանգության մասին պետք է մտածել առաջին իսկ օրվանից։ Միանշանակ։ Ու հիշեք, սա միայն սկիզբն է։ Անընդհատ պետք է սովորել, ուշադիր լինել։ Զգոնությունը վարորդի լավագույն ընկերն է։ Եվ մի հարցել ձեզ մտածելու համար։ Ըստ ձեզ, այս խորհուրդներից ո՞րն է ամենադժվարը սկզբում կիրառելը։ Հետաքրքիր հարց է։ Շնորհակալություն ուշադրության համար։